Հրապարակորաթերթ, պարոն Թևանյան, երեկ Նիկոլ Փաշինյանը ձեզ մեղադրեց պետական դավաճան լինելու մեջ, նա ասաց, որ ԱԾ-ն դիմելու է հաղորդման ներկայացնելու քննչական կոմիտե, որ պատասխան քրեական գործընթացները լինեն։ Պարոն Թևանյան, տեղյակ եք պետական դավաճան ասելով ըստ իրավապահների կամ ըստ նրանց ինչպես է դրսևորվել պետական դավաճանությունը դեր կողմից, ինչի մասին է խոսքը ընդհանրապես գնում։ ԱԾ-ից, քննչական կոմիտեից, ձեզ հետ կապվել են, չեն կապվել, ի վերջո ձեզ հետ կապված է, հա, քրեական պրոցեսները լինելու, ինչ-որ բան ասել են, չեն ասել, ծանուցել են, եկել են ձեր հետևից, չեն եկել, չգիտեմ, և դուք ենթադրում եք, ձեզ կալանավորելու են, չեն կալանավորելու, և վերջին հարցը, ինչպես եք գնահատում, որ արձակուրդի մեջ գտնվող Փաշինյանը հանձնարարական է տալիս իրավապահներին, կարծես այսպես ազդակ տալով նաև դատարաններին, հա, որպեսզի ձեր վերաբերյալ վարույթներ լինեն, ձեզ բանտ նստեցնեն, շնորհակալություն։ Ես արդեն նշեցի, որ պետական դավաճանը Նիկոլ Փաշինյանն է, ինձ հետ կապված ոչինչից տեղյակ չեմ և չի կարող տեղյակ լինել, որևէ հարց այդ թեմայով չի կարող լինել։ Ինքը ապօրինություն է արել հենց հանրահավաքի ժամանակ ցուցումներ տալով, բայց դա իր պարագայում նորություն չէ, մարդը դատարանները շրջափակում էր ապօրինաբար, իդեպ դրա համար էլ է դատվելու և նաև սահմանադրական դատարանի վրա էր հարձակվել, դրա համար էլ է դատվելու, ինքը բազում հոդվածներ է շարունակել ու այս դեպքում ինքը կարելի ասել գործում է սերիական մարդասպանի տրամաբանությամբ։ Այսինքն, քանի որ գիտի, որ արդեն վերջ, եթե ինքը իշխանությունից զրկվեց և չհասցրեց ճողոպրել, ինչպես որ տարբեր դեպքերում եղել է իր պարագայում, ինքը պետք է արդեն պատասխան տա Հայաստանի դատարանի առաջ։ Ինձ հետ կապված ես որևէ տեղեկատվություն չունեմ, ենթադրում եմ, որ ինչ-որ պրոցեսներ սկսելու են, երևի հիմա գործը կարում են, վերակարում են, մտածում են ինչ անեն, բայց այնքան սպիտակ թելերով է լինելու այդ ամեն ինչը, որ ուղղակի մարդիկ տեսնելու են, թե ինչպիսի հանցավոր և ճղճիմ իշխանության հետ գործ ունեն, որովհետև ինչ-ինչ, բայց ինձ նման մեղադրանք ներկայացնելը ես իրեն մարդկայնորեն չեմ ներելու, բացի իրավաքաղաքականից ես ասեմ, որ դա ճիշտ ասած իր պարագայում հակառակ իմաստով է աշխատելու, դա յուրօրինակ օրհնություն է, որ մեր քաղաքացիները տեսնեն, թե իրականում ով է ազգային պետական շահի տիրույթում կանգնած, իսկ ով է իրական պետական դավաճանը։ Թուրքիայի արտգործնախարարը ուղիղ տեքստով բացահայտ հայտարարում է, որ պաշտպանում է այս չարիքին։ Մակրոնը գալիս է և խայտառակ միջամտություն է իրականացնում Հայաստանի ներքին կյանքին, այդ դեպքում, երբ որ նույն Ֆրանսիայի ներսում ինքը բավական ցածր վարկանիշում մեկ և երկրորդը դա ուղիղ միջամտություն է Հայաստանի ներքաղաքական կյանքին, որը մեր օրենսդրությամբ էլ է արգելված և նաև միջազգային պրակտիկայով ընդունված չէ, թեև այսօրվա Եվրամիության որոշ ղեկավարների վարքագիծը ցույց է տալիս, որ այդ առումով պետք չի զարմանալ, իրենք խայտառակ ձևով միջամտեցին Մոլդովայի ընտրություններին, ուզում էին միջամտել Բելարուսի ընտրություններին, Վրաստանում 2008-ին արեցին քայլեր, որով բերեցին նրան, որ Վրաստանն ու Ռուսաստանը մշտապես պրոբլեմներ ունենան և դառնան մանրադրամ, Վրաստանի այսօրվա իշխանությունները չեն վարում Սաակաշվիլու քաղաքականություն, դրա համար քննադատության են ենթարկվում Եվրամիության հետ գլոբալիստական և հակազգային իշխանությունների շրջանակների կողմից, Վրաստանը խուսափեց մանրադրամային քաղաքականությունից, բայց Նիկոլ Փաշինյանը համաձայնել է դրան։ Ցավալին այն է, որ Արևմուտքի այդ շրջանակների ծրագիրը դա նշանակում է ուղիղ Թուրքիայի ազդեցության աճ Հայաստանում։ Ռազմաբազայի հեռացումից Հայաստանի դաշնակիցների զրկվելուն հաջորդած այդ գործընթացներին հետևելու է թուրքական զորքերի ներխուժումը։ Թուրքիան ոչինչ չի խանգարել, որպեսզի ինքը մտնի Իրաք, մտնի Կիպրոս, մտնի Սիրիա և հիմա ընդամենը մի փոքրիկ գործոն է մնացել, որ Հայաստանը չենթարկվի ասպատակության, դա ռուս-իրանական
հաշվի կշռի արդյունքում է, որ մեր պետությունը դեռևս գոյություն ունի։ Շատերին թվում է, որ մակով ճանաչված Հայաստանի Հանրապետությունը ամեն դեպքում կմնա քարտեզի վրա, բայց այս իշխանության վարած քաղաքականության դեպքում մենք կարող ենք ունենալ մի վիճակ, երբ որ Հայաստանի Հանրապետությունը արժանանա Արցախի ճակատագրին։ Կարող է անունը այդպես մնա, կամ կարող է փոխեն լկտիաբար Արևմտյան Ադրբեջան դնեն, բայց Նիկոլ Փաշինյանի ծրագիրը պետք է նայել իր անձնական պրիզմայի տեսանկյունից։ Ինքը իր կաշին է ուզում փրկել, ինքը հասկանում է, գիտի թե ինչ է արել եւ գիտի թե ինչ է ուզում անել։ Հիմա մտածում է կամ ես մինչև սերիական մարդասպանի տրամաբանությամբ պետք է գնամ ու զոհաբերեմ հիմա արդեն ամբողջ Հայաստանի Հանրապետությունը, ոնց որ Արցախը զոհաբերեց, եւ փրկեմ իմ կաշին, հետո կորոշի փախնել Անկարա, Բաքու, Փարիզ կամ Կանադա, ասենք, դա արդեն երկրորդական հարց է տվյալ դեպքում, ինքը այդ ուղղությամբ է գնում, այսինքն ինքը պետական դավաճանության բեռը շալակին կատարում է քայլեր, որոնք իրեն բերելու են մի վիճակի, երբ որ պարզ չի դառնալու, թե իր ճակատագիրը ինչպիսին է լինում, բայց ինքը ուզում է փրկվի։ Ինքը ուզում է փրկվի, այն ինչ որ ձեռք է բերել պահպանի, այսպես։ Մենք այդ պրիզմայով պետք է նայենք։ Ես շարունակեմ հարցազրույցը ձգում։ Դուք երկու անգամ ամեն դեպքում շեշտեցիք, որ վարչապետի երեկվա այդ հայտարարությունը ապօրինի է, ինչ նկատում եք ասել։ Տվյալ դեպքում ինքը իրավունք չունի հանձնարարականներ տալու, ցուցումներ տալու, եթե ասենք ինչ-որ գործը կարել է, նույնիսկ ձևական կողմը չի պահպանում, այսինքն ինքը ցուցումներ է տալիս, թե ինչ պետք է կարել, հետո տալիս է, թե որ մարմինը ինչ պետք է անի, երբ պետք է անի, ինչպես պետք է անի, եւ կոնկրետ մեղադրանք է հնչեցնում, որը բնականաբար որևէ հիմք չունի, բայց այդ ապօրինությունը հենց դա է։ Նկատում եք այն, որ արձակուրդում է գտնվում։ Ոչ, արձակուրդը բացարձակ կապ չունի։ Արձակուրդի պահին կարծիքով իրավական մասով մի քիչ չի անպատասխանում, այն առումով, որ որպես վարչապետի պաշտոնը զբաղեցնող շարունակականության մասը ունի, բայց դա ամենափոքրիկ կարգազանցություն է, ինքը լիազորությունների գերազանցում է իրականացնում, ինքը կոնկրետ ցուցում է տալիս։ Ասում եք, հասկացա, բայց ինքը հրահանգները տալիս է, այսինքն մենք հիմա նայում ենք ձևական կողմին, հա, մարդուն ուզում են գնդակարեն, ասում են գնդակարությունից առաջ բանը, չգիտեմ, ստուգել եք, ասենք, նորմալ է եղել ամեն ինչ, թե ոչ։ Հիմա ասենք, այդպիսի դատարկաբանություն, որ իրենք արել են առնվազն իսկ իրականում հանցագործություն, ասենք ինչ է նշանակում։ Ես ներկայացնում եմ կուսակցություն, ես Բարգավաճ Հայաստան կուսակցության ցուցակի երկրորդ համարն եմ, եւ իմ դեմ այդպիսի, այսպես ասած, սարսափելի մեղադրանք է հնչեցվում, ասենք ոչ մի, ասենք հիմք չկա, ու հիմա բոլորը սպասում են, թե ինչ են կարելու, ինչ են ցույց տալու։ Օրդու չեք տալու, պարոն Մենք մեր իրավաբանները հիմա երկու ուղղությամբ են աշխատում, մեկը այդ զրպարտության եւ բարի համբավի հետ կապված արատավորման այդ հայցը, եւ երկրորդը լիազորությունների գերազանցումը, երրորդ արդեն երբ որ ինչ-որ բան կարած բերեն, ըստ այդմ կողմը։ Ես բացարձակապես որևէ բանից տեղյակ չեմ, որևէ իրական պրոցեդուրա չկա։ Ես եթերից եմ իմացել, որ այդպիսի ապուշություններ է դուրս տալու։ Օրակարգ շեղել չկա, ես արդեն նշեցի։ Այս մարդը ես կուզենայի, որ մենք հանրությանը փոխանցենք։ Ինչ ծրագրի տակ է ինքը մտել, այն կետերը, որ նշեցի, հերթով։ Դուք կտեսնեք, որ ինքը դա Աստված մի արասի, եթե մնաց աթոռին իրականացնել, դրա համար պետք է չթողնել, որ այս մարդը մնա, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը լինի։ Սա հանրաքվե է, սա ընտրություն չի, սա իշխանության ընդդիմության հարց չի, ընդհանրապես կապ չունի իշխանություն ընդդիմություն թեմայի հետ։ Սա է։